հայ բժշկին դատում են Ամերիկայում։ Hit the road, Jack, and don't you come back no more. Ամերիկայի Միչիգան նահանգի դատարանի դահլիճ։ Մի տղամարդ լուռ նստած է ու սպասում է դատավորի վճռին։ Նրա հետ սառած ու լուռ է ամբողջ աշխարհը։ Բոլորն են սպասում դատավորի վճռին։ Այս տղամարդը Ջեք Գևորքյանն է, հայ էմիգրանտների որդի, որ ցեղասպանությունից հետո փախել էին Ամերիկա, որ իրենց երեխաներին ավելի լուսավոր ապագա նվիրեն։ Ջեք Գևորքյանին տվել էին բժիշկ մահ մականունը, որովհետև հենց նրա պատճառով կյանքից հեռացել էր 130 մարդ։ Բայց կար մի բան, որ դատարանում հավաքված ոչ մի մարդ չի հասկանում։ Ջեք Գևորքյանը խոստովանել էր, բայց մեղավոր իրեն չէր ճանաչում։ Նա նայում է դատավորի աչքերի մեջ եւ կրկնում. եթե անհրաժեշտություն լինի, ես մեկ առ մեկ կկրկնեմ իմ քայլերը։ Ինչ է տեղի ունեցել այս պատմության մեջ։ Ինչու է մասնագիտության բժիշկ մարդը դարձել բժիշկ մահ ու տարել 130 մարդու կյանք նպատակադրված։ Ով էր այս հայ տղամարդը եւ ինչ առեղծվածային պատմություն է կանգնած այս դեպքի հետևում։ Եթե ուզում եք տուն բնակարան գնել Հայաստանում, շատ հարմար տարբերակ եմ ձեզ համար բերել։ Ուրեմն հետևում եք հիմա Domar Realty Instagram-ի էջին, որովհետև նրանք իրենց էջում հավաքել են Հայաստանում վաճառքի բոլոր լավ բնակարանները, տները, բնակելի ամենալավ համալիրներում։ Կան եւ էժան տարբերակներ, եւ ավելի ճոխ տարբերակներ, եւ Domar Realty-ն այս բնակավարում 1000 տարվա փորձ ունի ու եթե որոշեք մի օր տուն գնել Հայաստանում, ապա կարող եք նրանց օգնությամբ դա անել։ Կապ չունի դուք ապրում եք Հայաստանում, Ամերիկայում, թե Ռուսաստանում։ Քայլ առաջին հետևում եք նրանց Instagram-ի էջին, որպեսզի տեսնեք հարմար բոլոր տարբերակները։ Քայլ երկրորդ, երբ որ տեսնում եք որևէ բնակարան, որը ձեզ ժպտում է, կարող եք գնալ նրանց մոտ կոնսուլտացիայի, ընդ որում կարող եք Հայաստանում գնալ հայաստանյան գրասենյակ, իսկ Լոս Անջելեսում Լոս Անջելեսյան գրասենյակ, եւ քայլ երրորդ, եթե որոշում եք արդեն գնել տունը կամ բնակարանը, ապա կարող եք դա անել նրանց հետ ու նրանք քայլ առ քայլ ձեզ կօգնեն ամեն ինչ ճիշտ կազմակերպել։ 1990 թվական հունիս Ամերիկա։ Դեթրոյթից մի քիչ դեպի հյուսիս գտնվող մի տարածքում քաղաքային այգի։ Ոստիկանությունը զանգ է ստանում։ Ոստիկանություն զանգած տղամարդը հայտնում է, որ քաղաքային այգում գտել է մի սպիտակ ֆուրգոն, որի մեջ 54-ամյա կնոջ մարմին է։ Ոստիկանությունը հասնում է դեպքի վայր եւ գտնում է թե ֆուրգոնը եւ թե կնոջ մարմինը։ Եվ գտնում է նաև տղամարդուն, ով զանգահարել էր ոստիկանություն։ Տղամարդը կանգնած էր ֆուրգոնի կողքին, սպիտակ մազերով, նիհար բարձրահասակ տղամարդ էր, որի անունն էր Ջեք Գևորքյան։ Բայց ահա զարմանալի մի բան, ոստիկանությունը տղամարդուն հարցաքննում է, իմանում է, որ տղամարդը ներկա է եղել այն պահին, երբ կինը հեռացել է կյանքից, բայց ոստիկանությունը նրան չի ձերբակալում։ Իսկ ինչու։ Հասկանալու համար եկեք մի քիչ հետ գնանք։ Ով էր Ջեք Գևորքյանը։ Տղամարդը, որ այդ օրը այգում սպիտակ ֆուրգոնի կողքին էր, Ջեք Գևորքյանն էր, որ ծնվել էր Միչիգանում։ Ծնունդով ամերիկացի էր, բայց նրա ծնողները Լևոնը եւ Սաթենիկը հայ էին։ Հայ էմիգրանտներ, ովքեր ցեղասպանությունից հետո փախել էին Ամերիկա, որպեսզի այնտեղ իրենց երեխաների համար նոր ու լուսավոր կյանք կառուցեն։ Նրանց երեխաներից Ջեկը մեղմ ասած տաղանդավոր էր։ Նա իսկական հանճար էր բժշկության բնագավառում։ Շուտով նա ստանում է բարձրագույն կրթություն եւ արդեն պաշտոնապես դառնում է բժիշկ։ Ջեկը ոչ միայն խելացի էր, այլ նաև տաղանդավոր ու ստեղծագործող։ Նա ինքնուրույն լեզուներ էր սովորում, ինքնուրույն սովորում էր նվագել երաժշտական գործիքներ ու նույնիսկ ստեղծագործում էր։ You don't know where you came from, you don't know where you are, and you don't know where you're going when you dive. Period. Never gonna know. Religion ain't gonna explain it, science isn't gonna explain it. That's all there is to it. And you've got to accept that fact. If you do, then death loses its terror. It's part of life. Բայց այս հանճարի եւ խելքի կողքին
Ջեկը ուներ մի շատ տարօրինակ նախասիրություն։ Նա բարի բուն իմաստով սիրահարված էր մահվան գաղափարին։ Ջեկը ուսումնասիրում էր օրգանների տրանսպլանտացիան, այսինքն օրգանների փոխպատվաստում էր իրականացնում իր հիվանդների համար։ Բայց միևնույն ժամանակ գիտական մակարդակում նա ուսումնասիրում էր մարդու աչքը մահվան պահին։ Իսկ ավելի կոնկրետ, մարդու աչքի բիբի փոփոխությունը այն պահին, երբ նա հեռանում է կյանքից։ Շուտով Ջեքի կյանքում տեղի է ունենում ճակատագրական մի բան։ Նրա մայրը Սաթենիկը հիվանդանում է քաղցկեղով եւ մի քանի ամիս ծանր հիվանդության մեջ տառապում է։ Նա հեռանում է կյանքից, բայց հետագայում Ջեկը եւ նրա քույրերը հիշում են, որ օր ու գիշեր մոր կողքին նստած ուղղակի լուր նայում էին, թե ինչպես է մայրը տանջվում, տառապում եւ հասկանում էին, որ փրկություն չկա այս ամենից։ Եվ հենց այդ ժամանակ Ջեքի ուղեղում ծագում է մի միտք. իսկ ինչու պետք է հնարավորություն չունենա մարդը անել ընտրություն այն պահին, երբ ելք այլևս չկա։ Ու հենց այդ ժամանակ Ջեքը անում է ցնցող մի բան։ 1987 թվականին Դեթրոյթի քաղաքային թերթերից մեկում հայտնվում է հայտարարություն, որից մարդիկ բառի բուն իմաստով շոկի մեջ են ընկնում։ Բժիշկը առաջարկում էր խորհրդատվություն, անվճար կոնսուլտացիա, որի ընթացքում նա կարող էր օգնել բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ այս կյանքից։ Այս հայտարարությունը արդեն իսկ իր տեսակով ուղղակի ցնցող էր ու աներևակայելի։ Բայց ամեն ինչ էլ ավելի անհավանական է դառնում, երբ Ջեկը ստանում է իր առաջին զանգը առաջին հաճախորդից։ Եվ դա լինում է 54-ամյա Ջենեթ Աթքինսը, կին, որը 1 տարի առաջ ստացել էր ախտորոշումը Ալցհայմեր հիվանդության։ 1 տարվա ընթացքում կինը փորձել էր ամեն ինչ, ավանդական բժշկությունից մինչև փորձարարական դեղորայքներ ու բժշկություն, եւ ոչինչ չէր թեթևացրել նրա վիճակը։ Կինը հասկանում էր, որ ունի զավակներ, ունի թոռներ, բայց միևնույն ժամանակ հասկանում էր, որ այլևս չի ցանկանում շարունակել իր կյանքը այնպես, ինչպես կա։ Եվ ահա այդ ժամանակ Ջեք Գևորգյանի տեղադրած հայտարարությունը նրան լույս է թվում մութ թունելի մեջ, ու նա որոշում է դիմել բժշկի օգնությանը։ Եվ հենց 54-ամյա Ջենեթի մարմինն են հետագայում ոստիկանները գտնում սպիտակ ֆուրգոնի մեջ, իսկ ֆուրգոնի կողքին գտնում են Ջեք Գևորգյանին։ Ու հիմա տրամաբանական ու ամենաառեղծվածային հարցը այս պատմության մեջ. ինչու այդ դեպքում մահ բժշկին չեն ձերբակալում։ Չէ՞ որ բառի բուն իմաստով հենց նա էր այն մարդը, ով օգնեց 54-ամյա կնոջը հեռանալ այս կյանքից։ Իսկ պատասխանը էլ ավելի ցնցող էր։ Եթե ուզում եք տուն գնել, մեքենա գնել, նոր բանկային քարտ ունենալ ու նույնիսկ տուն վարձակալել, ձեզ անհրաժեշտ է լավ ու բարձր կրեդիտ սկոր։ Առանց դրա այսօր Ամերիկայում ապրել ուղղակի հնարավոր չէ։ Հիմա հարց է առաջանում, եթե ձեր կրեդիտ սկորը ընկած է, ինչպես այն բարձրացնել ու ինչ անել, որպեսզի այդ սկորը բարձրանալուց հետո չընկնի։ Next Level կրեդիտի մասնագետները ձեզ կօգնեն բարձրացնել ձեր կրեդիտ սկորը ու ամենակարևորը ձեզ կպատմեն, թե ինչ սխալներ չպետք է անեք, որպեսզի այդ բարձրացած կրեդիտ սկորը նորից հանկարծ չընկնի։ Հենց հիմա բացեք ձեզ մոտ եւ պահեք նրանց Instagram-ի էջը, որովհետեւ լավ կրեդիտ սկորը այսօր կա, վաղը չկա, իսկ առանց լավ կրեդիտ սկորի ուղղակի ապրել անհնար է։ Ջեք Գևորգյանը խելացի մարդ էր եւ նա հասկանում էր, որ ուղղակիորեն դառնալ պատճառը, որ ինչ որ մեկը հեռանա այս կյանքից, հանցագործություն է։ Եվ դրա համար նա արել էր հետեւյալը. ստեղծել էր մի ապարատ, մի մեքենա, որը հնարավորություն էր տալիս հիվանդին ինքնուրույն սեղմել կոճակը եւ ինքնուրույն անել ու ներարկումը իր երակներում։ Ջեք Գևորգյանը ստանում է տասնյակ զանգեր եւ արդյունքում կարճ ժամանակում այս թիվը հասնում է մինչև 130-ի։ 130 մարդ ցանկանում էր, որպեսզի մահ բժիշկը
օգնի նրանց հեռանալ այս կյանքից։ Բայց ամենաշոկայինը ինչն էր։ Ջեք Գևորգյանը ցանկացած մարդու, ցանկացած հաճախորդի տեսագրում էր։ Նա անցկացնում էր իր կոնսուլտացիայի ընթացքում փոքրիկ հարցազրույց, որի ժամանակ նույնիսկ փորձում էր հետ պահել այս մարդկանց իրենց որոշումից, եւ պահպանված տեսագրություններում հստակ երևում է, որ այս մարդիկ ինքնակամ են իրենց որոշումը ընդունում։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ Ջեք Գևորգյանի կյանքում հայտնվում է Թոմաս Հյուգ անունով տղամարդը։ Այս անգամ Ջեքը որոշում է անել երկու տեսագրություն։ Մի տեսագրությունը ավանդաբար այն տեսագրությունն էր, որտեղ բժիշկ մահը անցկացնում էր իր հարցազրույցը եւ փորձում էր հասկանալ, ի վերջո որոշումը կյանքից հեռանալու վերջնական է թե ոչ։ Երկրորդ տեսագրությունը անհավանական է, բայց Ջեք Գևորգյանը նկարել էր process-ը, թե ինչպես է կյանքից հեռանում տղամարդը։ Եվ ինչ է նա անում այս տեսագրությունը։ Ուղարկում է լրագրողներին։ Դա նա անում է նրա համար, որպեսզի մարդիկ ուշքի գան եւ թափ տան նրանց։ Ու այդպես մի ամբողջ զանգված մարդկանց ուղիղ եթերով տեսնում է, թե ինչպես է մի տղամարդ հեռանում կյանքից։ Սա լինում է վերջակետը ամբողջ պատմության։ Ջեք Գևորգյանին ձերբակալում են։ Դատավարությունը ամենաաղմկահարույցն է դառնում վերջին շրջանի Ամերիկայի դատական պատմության մեջ։ Ամբողջ աշխարհը շունչը պահած հետևում էր, թե ինչ դատավճիռ է կարդալու դատավորը։ 73-ամյա Ջեք Գևորգյանին դատապարտում են։ Դատավորի վճիռը լսելուց հետո Ջեք Գևորգյանը ուղղակի նայում է ատենակալների աչքերին եւ դատավորի կողմ ու ասում է, որ իրեն մեղավոր չի համարում։ Եվ եթե անհրաժեշտ լիներ, ինքը կկրկներ ամեն ինչ նորից, որովհետեւ իրեն նայելով մարդիկ հանցագործ չեն տեսնում եւ իրեն դատապարտելով հենց նրանք են իրականացնում հանցագործություն։ Ու նրանց երեխաները տարիներ հետո նայելու են նրանց աչքերի մեջ եւ ասելու են, որ նրանք բանտ են ուղարկել անմեղին։ Ջեք Գևորգյանը 2007 թվականին ազատվում է բանտից լավ վարքագծի համար, իսկ հետո արդեն 83 տարեկանում հեռանում է կյանքից բնական ճանապարհով։ Բայց Ջեք Գևորգյանի պատմությունը ցնցող է նրանով, որ բարձրացնում է շատ մարդկային ու կարևոր մի հարց։ Իսկ ով էր այս պատմության մեջ հրեշը ու մեղավորը։ Ու արդյոք այս պատմության մեջ կար որոշում, որի համար սիրտդ հանգիստ կլինի եւ մեղքի զգացում չես ունենա։ Կան ընտրություններ մեր կյանքում, որտեղ չկա սև ու սպիտակ ու չկա ճիշտ ու սխալ, որտեղ ցանկացած որոշում միևնույնն է առաջացնելու է մեղքի զգացողություն։ Եվ ամենակարևորը, ինչ որոշում կընդունես դու, երբ ելք չկա, իսկ որոշումը կայացնելու համար դու ունես վայրկյաններ։ Եկեք միասին մի թեստ անենք։ Պատկերացրեք, դուք կանգնած եք ճանապարհի վրա։ Ձեր կողքով անցնում է գնացքի ռելսերը։ Ռելսերի մի կողմում կապված են 5 մարդ, մյուս կողմում կապված է 1 մարդ։ Մեծ արագության տակ հակառակ կողմից դեպի այս մարդկանց սլանում է գնացքը։ Եվ դուք ձեր ձեռքի տակ ունեք կոճակ, որը սեղմելով կարող եք փոխել գնացքի ռելսերի ուղղությունը, եւ գնացքը կարող է սլանալ կամ պառկած 5 մարդու ուղղությամբ, կամ 1-ի ուղղությամբ։ Ինչ որոշում դուք կկայացնեք։ Կփրկեք 5-ին հանուն 1-ի, թե կթողնեք, որ գնացքը սլանա դեպի 5 մարդը եւ ինքնուրույն որոշում չեք կայացնի։ Պատասխանը պետք է որ տրամաբանական ու սպասելի լինի, չէ՞։ 5 մարդու կյանքը ավելի կարևոր է, քան 1 մարդու կյանքը։ Իսկ հիմա եկեք մի քիչ ավելի բարդացնենք։ Իսկ ինչ եթե պառկած 5 մարդը ձեզ համար անծանոթ են,
իսկ մեկ մարդը ձեզ ծանոթ է։ Այս դեպքում արդյոք գործում է մաթեմատիկական տրամաբանությունը, եւ արդյոք 5 մարդու կյանքը շարունակում է ավելի կարևոր մնալ, քան այն մեկինը։ Գտաք պատասխանենք նեն ձեզ համար։ Իսկ հիմա էլ ավելի բարդացնենք։ Իսկ ինչ եթե բարգած 5 մարդը քրեական անցյալ ունեն, հանցագործներ են, դասական, իսկ այն մեկը ոչ։ Բայց դուք չգիտեք, թե ինչ հանցագործություններ են իրականացրել այն 5-ը։ Ինչ քայլի կգնաք դուք։ Ինչ կանեք։ Կզոհեք 5-ին, թե կփրկեք 5-ին ու կզոհեք 1-ին։ Մտածեք այս մասին։ Երբեմն մենք անում ենք ընտրություն, որը իրականում տրամաբանական չէ, բայց որը թելադրվում է մեր սրտով, հոգով եւ էմոցիաներով։ Ու հաջորդ պատմությունը հենց նման ընտրության մասին է։ Ես ուզում եմ, որ դուք լսեք ու հետո գրեք։ Դուք ինչ ընտրություն կանեք, եթե հայտնվեք նման իրավիճակում։ Մի բան շեղվենք թեմայից շատ արագ։ Նկատել եք, որ երբեմն անում եք օրինակ բոթոքս ու արդյունքը շատ արագ անցնում է։ Կամ օրինակ անում եք որևէ պրոցեդուրա մաշկի խնամքի համար, որը բոլորը գովում են, բայց դուք դրա արդյունքը չեք տեսնում։ Իսկ գիտեք դա ինչից է, որովհետև այսօր էսթետիկ բժշկության մասնագետները բարի բուն իմաստով ամեն քայլափոխին են ու շատ հաճախ մենք ընտրություն ենք անում առաջնորդվելով գնով։ Գնում ենք այնտեղ, որտեղ ավելի էժան է։ Իսկ բացեմ գաղտնիք, էժան գնի հետևում շատ հաճախ լինում են պրոդուկտներ, որոնք խառնում են ջրի հետ ու դրա համար էլ ազդեցությունը արագ անցնում է։ Կամ լինում են մասնագետներ, ովքեր չգիտեն ընդհանրապես աշխատել ձեր դեմքի անատոմիայի հետ։ Ես գտել եմ վայր, որտեղ նախ adekvat գներ են, երկրորդ լավ պրոդուկտներ են, երրորդ ժամանակակից ապարատներ են ու ամենակարևորը մասնագետներ են, ովքեր գիտեն աշխատել դեմքի հետ։ Ես ինքս գնում եմ այնտեղ ու դրա համար հանգիստ ձեզ եմ խորհուրդ տալիս Բրբանկում գտնվող Savant Aesthetics էսթետիկ բժշկության կենտրոնը հասցեն ու հեռախոսահամարը տեսնում եք ձեր էկրանին։ Cape Town, սովորական դպրոց, որտեղ սովորում էր 17 տարեկան Միշե Սոլոմոն անունով երիտասարդ դեռահաս աղջիկը։ Սկսվել էր ավարտական ուսումնական տարի։ Միշեն գալիս է դպրոց եւ առաջին մի քանի օրվա ընթացքում ընկերներից այստեղից այնտեղից սկսում է լսել շշուկով մի բան, որը նրան շատ հետաքրքրում է։ Ընկերները ասում էին, որ ցածր դասարաններում հայտնվել է մի աղջիկ 4 տարի, իրենցից փոքր, ով անհավանական կերպով նման է Միշեին։ Խոսակցությունները այնքան հաճախակի են դառնում, որ Միշեն հետաքրքրվում է եւ ուզում է գնալ ու վերջապես տեսնել այդ աղջկան։ Եվ տեղի է ունենում զարմանալի մի բան։ Միշեն հանդիպում է աղջկան։ Նա լինում է 4 տարով ավելի փոքր Միշեից եւ նրա անունը լինում է Քեսիդի։ Աղջիկը իսկապես ֆանտաստիկ առումով նման էր Միշեին եւ երկու աղջիկները հասկանալով միմյանց նմանությունը ուղղակի կես կատակ, կես լուրջ ասում են, որ իրենք կորած քույրեր են եւ որոշում են մտերիմ ընկերուհիներ դառնալ։ Ամեն ինչ հանգիստ էր, խաղաղ, Միշեն եւ Քեսիդին ընկերություն էին անում, ժամանակ էին իրար հետ անցկացնում, բայց ամեն ինչ փոխվում է։ Ընդամենը մեկ լուսանկարից հետո Միշեն եւ Քեսիդին համատեղ մի ֆոտո են անում, սելֆի, այսպես ասած, որը Քեսիդին իր հետ վերցնում եւ տանում է տուն ու ցույց է տալիս իր ծնողներին կատակով, ցույց տալով, թե վերագտել է իր կորած քրոջը։ Այս լուսանկարը տեսնելուց հետո Քեսիդիի ծնողները մռայլվում են ու դառնում են շատ հետաքրքրասեր, սկսում են շատ հարցեր տալ Միշեի մասին։ Մի օր էլ, երբ Միշեն ու Քեսիդին Մակդոնալդսում նստած ժամանակ են անցկացնում, անսպասելի հայտնվում է Քեսիդիի հայրը։ Նա սկսում է խոսել, զրուցել Միշեի հետ, հարցուփորձ անել նրա մանկությունից, իսկ վերջում առաջարկում է վերցնել օգտագործված սպասքը եւ դեն նետել։ Բայց ճանապարհին իրականում Քեսիդիի հայրը սպասքը ամբողջությամբ դեն չի նետում, այլ մի նմուշ վերցնում է իր հետ լաբորատորիա։ Ինչի համար, ինչ էր կատարվում
եւ ինչ էին Քեսիդիի ծնողները տեսել առեղծվածային սելֆիի վրա։ 1997 թվական ապրիլի 30 Քեյփթաունի քաղաքային ծննդատուն։ Մի երիտասարդ կին ունենում է երեխա, աղջիկ, բայց ծննդաբերությունը բավական ծանր է անցած լինում ու դրա համար էլ կնոջը հանգիստ է հարկավոր լինում։ Մի քանի ժամ քուն առնելուց հետո կինը աչքերը բացում է, ներս է մտնում ամուսինը եւ զարմացած հարցնում է, թե որտեղ է նորածին երեխան։ Կին ու ամուսին վստահ են լինում, որ երեխան բուժքույրի մոտ է, մանավանդ որ կինը աղոտ հիշում է, որ քուն մտնելուց առաջ նրա սենյակ մտել էր մի բուժքույր, որը լացող երեխային վերցրել էր իր ձեռքը եւ վստահեցրել էր, որ ինքը երեխային կհանգստացնի ու կինը կարող է հանգիստ քնել եւ հանգստանալ։ Միայն թե զարմանալի մի բան, բուժքույրին, որին կինը տեսել էր, այդպես էլ ոչ ոք չի գտնում։ Հետագայում պարզ է դառնում, թե ինչ էր տեղի ունեցել։ Անծանոթ կինը բարձը օգտագործելով որպես ձևական հորինված հղի փոր ներս էր մտել հոսպիտալ, ծննդատուն, իսկ հետո բարձը նետել էր եւ դրա փոխարեն վերցրել էր բուժքույրի համազգեստ, հագել էր եւ ձևանալով բուժքույր մտել էր մոտակա սենյակը, որտեղից էլ առևանգել էր նորածին երեխային։ Ամիսներ շարունակ ամուսինները փորձում են գտնել իրենց նորածին երեխային, բայց ապարդյուն, որովհետև ոստիկանությունը ոչ մի էական հետք չուներ։ Եվ այսպես ծնողները պարզապես փորձում են ապրել եւ փորձում են շարունակել իրենց կյանքը։ Որոշ ժամանակ հետո, իսկ ավելի կոնկրետ 3 տարի հետո, նրանք ունենում են մեկ այլ աղջիկ, որի անունը դնում են Քեսիդի ու հույսները կորցնում են, որ երբևէ կգտնեն իրենց առաջին աղջկան, ավագին։ Ու ով կարող էր մտածել, որ տարիներ անց, երբ աղջիկները կլինեն արդեն 14 եւ 17 տարեկան, ճակատագիրը նրանց կբերի եւ կկանգնեցնի դեմ հանդիման, եւ երկու քույրերը բախտի կմահաճույքով կամ ճակատագրով կվերգտնեն իրար։ Եվ հենց այդպես Քեսիդին ու Միշեն բացահայտում են, որ հարազատ քույրեր են։ Սկսվում է իսկական իրարանցում եւ բնականաբար Քեսիդիի ծնողները, ովքեր նաեւ Միշեի կենսաբանական ծնողներն էին, դիմում են դատարան, խնդրելով պատասխանատվության ենթարկել Միշեի մորը, ով ենթադրաբար ժամանակին գողացել էր երեխային իր կենսաբանական ծնողներից։ Ոստիկանությունը եւ դատարանը հարցաքննում են նախ եւ առաջ Միշեի հորը։ Հայրը ցուցմունքների մեջ բավական ազնիվ է լինում։ Նա ասում է, որ իմացել է, որ իր կինը հղի է եւ հետո երբ ծնվել է դուստրը վստահ է եղել, որ դա իր կենսաբանական երեխան է։ Մոր հարցաքննությունը եւս անցնում է առանց էական որևէ ապացույցների։ Մայրը ասում է, որ ինքը եղել է հղի եւ լույս աշխարհ է բերել իր աղջկան Միշեին։ Բայց այ ԴՆԹ թեստերը, որոնք անում է սկզբում Քեսիդիի հայրը, հիշում եք, ես պատմեցի, որ նա Մակդոնալդսից գողանում է սպասքի մի մաս եւ դա հենց լինում է բաժակը, որի վրա մնացած է լինում Միշեի ԴՆԹ-ն։ Նա տանում է այդ բաժակը լաբորատորիա, անցկացնում է ԴՆԹ եւ ԴՆԹ-ն ցույց է տալիս, որ 100% հավանականությամբ Միշեն հենց նրա կենսաբանական աղջիկն է։ Նոր ԴՆԹ տեստ անցկացնում է արդեն դատարանը եւ այս թեստը եւս ցույց է տալիս նույն պատասխանը։ Քեսիդին եւ Միշեն կենսաբանական քույրեր են։ Ինչ էր իրականում տեղի ունեցել եւ ինչպիսի վարկածներ կային։ Մի վարկածի համաձայն, որը հետագայում հենց Միշեի մայրն է առաջ բերում, ինքը չի առևանգել երեխային։ Ինչ է տեղի ունեցել։ Ինքը եղել է հղի։ Երկար փորձերից հետո վերջապես կարողացել է հղիանալ։ Եվ արդեն վերջին ամիսների ժամանակ նա
կորցնում է երեխային, որպեսզի չպատմի ամուսնուն ճշմարտությունը եւ որպեսզի նորից չանցնի առանց երեխա մնալու դժբախտության միջով, նա որոշում է գնալ ընդառաջ մի անծանոթ կնոջ առաջարկի, ով հայտնվում է իր առաջ հիվանդանոցում եւ ասում է, որ որոշակի գումարի դիմաց ինքը կարող է կազմակերպել այնպես, որ կինը ворթեգրի նորածին երեխայի, ոչ ոք չի տուժի, երեխան կշահի, որովհետեւ այսպես թե այնպես նրա ծնողները նրանից հրաժարվել են եւ բոլորը կլինեն գոհ ու երջանիկ եւ իբրև թե միջանկյալ օղակը, այսինքն այն բուժքույրը, որը գողացել է իրականում Քեսիդիի ծնողներից Միշեին, եղել է ոչ թե Միշեի մայրը, այլ եղել է այդ անծանոթ կինը, որը որպես բուժքույր եկել է հիվանդանոց, բայց մինչև այսօր էլ պարզ չէ իրականում այս վարկածն է ճիշտ, թե գողությունը արել է հենց Միշեի մայրը։ Այնուամենայնիվ, Միշեի մորը դատապարտում են եւ ենթարկում են 10 տարվա ազատազրկման։ Միշեն վերադառնում է իր կենսաբանական ծնողների մոտ, որքան էլ որ նրա հոր համար սա լինում է ծանր, որովհետև Միշեն դեռևս անչափահաս էր, նա 17 տարեկան էր եւ նրա փոխարեն որոշումը կատարում է դատարանը։ Միշեի եւ Քեսիդիի կենսաբանական ծնողները սա դարձնում են իսկական PR-ի առարկա, նրանք պտտվում են բոլոր հաղորդումներով, բոլոր թոք-շոուներով եւ պատմում են Միշեի զարմանահրաշ պատմությունը, առանց հարցնելու անգամ աղջիկը ուզում է, որ աշխարհով մեկ լսեն իր պատմությունը, թե ոչ։ Somebody needs to pinch me so I can wake up. So it's still a lot to process for me and it hurts. You know, 17 years, this woman took Stephanie away from us. And that's basically the foundation where a mother and a child forms a bond. And to meet her after 17 years, you know, it hurts you, it takes a lot away. Բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ էլ ավելի է սրվում։ Միշեն սկսում է կամաց տեսնել իր կենսաբանական ընտանիքի իրական պատկերը, իսկ այնտեղ ընտանիք չկար, որովհետև մայրը օր ու գիշեր գոռգոռում էր ամուսնու արդեն նախկին ընտղորում ամուսնու վրա, ամուսինը լրիվ առանձին ընտանիքից դուրս կյանք էր վարում, իսկ Քեսիդին ընդհանրապես ծնողների հետ կապված չէր։ Միշեն հակառակը բոլորովին ծայրահեղ կյանք է ունեցել։ Նրա ծնողները միշտ եղել են հոգատար, սիրով լի եւ Միշեն շատ կապված է եղել իր ծնողների հետ։ 18 տարեկանը լռանալուց հետո Միշեն կայացնում է իր հասուն կյանքի առաջին ու կարևոր որոշումը։ Նա որոշում է լքել կենսաբանական ծնողներին եւ վերադառնալ իր հոր մոտ, այն մարդու, ով իրեն մեծացրել է 18 տարի, եւ ավելին, նա որոշում է վերսկսել իր հարաբերությունները իր մոր հետ, հասկանալով, որ եթե նույնիսկ ժամանակին նրա մայրը կատարել է որևէ սխալ քայլ, բայց 17 տարի հենց նա է եղել այն կինը, ով իրեն մեծացրել է եւ իսկական ընտանիք է նվիրել։ You're standing by your story that somebody gave you the baby. You didn't kidnap her. Yes, I didn't kidnap her. They must not judge me. Also in the Bible said they must the nurse know the Bible. You must not judge people, condemn people. And I asked Mr. Nurse not to judge me. That was in the past. It's now the future. Միշեն կատարում է իր ընտրությունը, իսկ նրա կենսաբանական ծնողները ոչ միայն համաձայն չեն լինում այդ որոշման հետ, այլ նաև սկսում են աղջկան սպառնալ, ամեն կերպ, ամեն ինչ անելով, որպեսզի աղջիկը չգնա ծնողների մոտ, բայց դա ոչ թե սիրո պարտքում էր, այլ պարզապես նրանք հասկանում էին, որ իսկական PR-ի եւ հայտնի դառնալու աղբյուր են գտել։ Այնուամենայնիվ, Միշեն կատարում է իր որոշումը եւ ապրում է իր նոր ընտանիքի, ավելի ճիշտ իր իսկական ընտանիքի հետ, որը գուցե իր կենսաբանական ընտանիքը չէր, բայց հենց այդ ընտանիքն էր նրան սովորեցրել ինչ է նշանակում սերը եւ ծնողի ջերմությունը։ Ու սա մի ընտրություն է, որը երևի թե շատ քչերը կհասկանան, որովհետեւ շատերի համար ծնողի ու զավակի կապը միայն կենսաբանական է։ Ծնող է նա, ով կենսաբանորեն քեզ լույս աշխարհ է բերել, կամ զավակ է նա, ով կենսաբանորեն քո ԴՆԹ-ի շարունակությունն է։ Բայց արդյոք դա այդպես է։ Եվ արդյոք նման հարցերում մաթեմատիկական տրամաբանությունը կամ ուղղակի գիտական հաշվարկը ու գենետիկական կոդը որոշում է ամեն ինչ։
թե իրականում այս որոշման մեջ ճիշտն ու սխալը լուծում է մեկ այլ որոշիչ, եւ դա բոլորովին էլ գենետիկան ու տրամաբանությունը չեն։ Վերադառնանք մեր էքսպերիմենտին, հոգեբանական թեստին, այն գնացքի, ռելսերի եւ պարկած մարդկանց հետ կապված։ Հիմա խնդիրը մի քիչ փոխվում է։ Պատկերացրեք, դուք կանգնած եք կամրջի վրա։ Ձեր կողքին կանգնած է մի տղամարդ, մեծ քաշով։ Իսկ ներքևում գնացքն է ռելսերին պարկած այդ նույն մարդիկ։ Եվ դուք կարող եք գնացքը կանգնեցնել, եթե ձեր կողքի տղամարդուն հրեք կամուրջից ցած, զարմանալի մի բան։ Հարցվողների մոտ 80%-ը պատրաստ է ուղղակի լուռ կանգնել եւ հետևել, թե ինչպես գնացքը իր ռելսերի տակ կառնի 6 անմեղ մարդու, բայց երբեք իրենց կողքին կանգնած անմեղ մեկ մարդուն կամուրջից ցած չեն գցի, որովհետև այստեղ ընտրությունը փոխվում է։ Այստեղ դուք չեք ընտրում ճիշտ ու սխալ տարբերակների կամ ճիշտ ու ավելի ճիշտ տարբերակների միջև։ Այստեղ դուք ընտրում եք ձեր դերը լինել դիտորդի, թե գործողի դերում, որովհետև եթե առաջին դեպքում դուք ուղղակի հետևելու եք, ապա այս դեպքում դուք դառնալու եք հանցագործը։ Մտածեք այս մասին, բայց երբեմն մարդիկ ստիպված են անել ընտրություն եւ դառնալ հանցագործ մեկ այլ մարդու փրկելու համար։ Եվ հենց այսպիսի դաժան ընտրություն անում է մի զույգ 2002 թվականին Անգլիայում Մանչեսթերում։ Այս ընկերությունը առաջարկում է շատ հարմար գներ Լոսից Հայաստան ծանրոց ու գումար ուղարկելու համար։ Ծանրոց ինքնաթիռով կարող եք ուղարկել այս գնով, նավով ուղարկելու դեպքում վճարում եք մեկ ծանրոցի համար, երկրորդը ուղարկում եք անվճար, գումար ուղարկելու դեպքում վճարում եք այսքան միջնորդավճար։ Այնպես որ հաջորդ անգամ Լոսից Հայաստան որևէ բան ուղարկելիս կարող եք օգտվել եւ խնայել ձեր գումարը։ Երևան Փոստի միջոցով կարող եք ուղարկել նաեւ մեծ չափսերի ապրանք, կահույք, ընդհուպ միջև ավտոմեքենա եւ պահեստամասեր, իսկ ալարկոտների համար, ովքեր չեն ուզում ինքնուրույն իրենց ծանրոցը տանել հասցնել Երևան Փոստի գրասենյակ, կա մի ծառայություն, կոչվում է pick-up-ի ծառայություն։ Կարող եք զանգահարել, խնդրել, որպեսզի գան, վերցնեն ձեր ծանրոցը եւ տանեն ու ուղարկեն Հայաստան։ Երևան Փոստի հեռախոսահամարը եւ կոնտակտները հիմա տեսնում եք ձեր էկրանին։ 2002 թվական Մանչեսթերի քաղաքային ծննդատուն։ Ծնվում են երկու աղջիկ՝ Ջոդին եւ Մերին, ու նրանք սովորական երեխաներ չէին։ Այս երեխաները սիամական երկվորյակներ էին, որոնք իրար կպած էին ողնաշարով եւ կոնքային հատվածով։ Երեխաներից մեկը Ջոդին ուժեղ երկվորյակն էր։ Նրա սիրտը բաբախում էր, նրա օրգանները աշխատում էին, իսկ Մերին թույլ երկվորյակն էր։ Նա ամբողջությամբ սնուցվում էր Ջոդիի հաշվին։ Բժիշկները ծնողներին տալիս են դաժան եզրակացությունը։ Եթե ոչինչ չանել, մի քանի ամիս հետո երկու աղջիկներն էլ ուղղակի կդադարեն ապրել։ Լուծումը մեկն էր՝ բաժանել աղջիկներին վիրահատական միջոցով եւ դրա արդյունքում կյանք նվիրել Ջոդիին, այսինքն ուժեղ երկվորյակին, եւ կյանքը խլել Մերիից, թույլ երկվորյակից։ Ծնողները կանգնում են դաժան ընտրության առաջ, բայց նրանք խիստ կոնսերվատիվ եւ հավատացյալ ընտանիք էին։ Ու հենց այդ պատճառով էլ ծնողները որոշում են ոչ մի ընտրություն չանել։ Նրանք ասում են, որ չեն կարող ընտրել, թե իրենց երեխաներից ով ապրի, իսկ ով չապրի, եւ դրա համար էլ որոշում են ուղղակի ոչինչ չանել, ուղղակի նայել եւ սպասել, թե ամեն ինչ ինչպես առաջ կգնա։ On the ride home, we were like quiet, and it was kind of sad. We were like thinking, why us? Այդ ժամանակ ըմբոստանում են բժիշկները։ Նրանք ասում են, որ պարզապես չեն կարող լուռ կանգնել եւ նայել, թե ինչպես է կյանքից հեռանում լրիվ առողջ երեխա, որին կարելի է լիարժեք կյանք նվիրել, եւ դիմում են դատարան։ Առաջին անգամ պատմության մեջ որոշումը երեխայի համար կայացնում է ոչ թե ծնողը, այլ կայացնում է դատարանը։ Դատարանը որոշում է հետևյալը. վիրահատությունը պետք է իրականացվի։ Ջոդին եւ Մերին պետք է բաժանվեն վիրահատական միջամտությամբ։
Եվ դատական վճիռը կարդալիս դատավորը ասում է մի արտահայտություն, որը ցնցում է բոլոր ներկաներին։ Նա ասում է, որ դատարանը ընդունում է որոշում, որը կլինի հոգուտ իր հայցվորի, այս դեպքում Ջոդիի։ Եվ եթե Ջոդին լիներ հասուն ու ունենար խոսելու հնարավորություն, նա կպտտվեր եւ իր քրոջը կասեր. «Կանգ առ, դադարիր, դու ինձ սպանում ես», որովհետև մերին շարունակելով ապրել իսկապես սպանում էր Ջոդիին։ Դատարանը որոշումը ընդունում է։ Ծնողների կամքին հակառակ վիրահատական միջամտությամբ սիամական երկորյակներին բաժանում են եւ տեղի է ունենում այն, ինչ բոլորը գիտեին, որ տեղի է ունենալու։ Մերին հեռանում է կյանքից, բայց այդ Ջոդին ստանում է լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն եւ մինչեւ այսօր էլ նա ապրում է լիարժեք, առողջ ու երջանիկ եւ արդեն կազմել է սեփական ընտանիքը։ Ավելին, հասուն դառնալուց հետո Ջոդին որոշում է ընտրել մասնագիտություն ու դառնալ բժիշկ, ընտրել մասնագիտություն, որը ժամանակին իրեն կյանք նվիրեց։ Այս պատմությունը իսկապես ցնցող էր, որովհետև ընտրություն, որի արդյունքում այսպես թե այնպես մեկի համար դու դառնալու էիր փրկիչ, իսկ մյուսի համար դառնալու էիր հանցագործ։ 3 պատմություն, որտեղ ճիշտ պատասխան չկա, ու երևի հենց սա է իրականությունը։ Մեր կյանքի ամենադժվար որոշումները այն որոշումները չեն, որտեղ հստակ կա ճիշտը, հստակ կա սխալը եւ դու ուղղակի պետք է կողմնորոշվես։ Մեր կյանքի ամենադժվար որոշումները այն որոշումներն են, որտեղ ցանկացած ընտրություն անելիս միևնույնն է, ինչ որ բան ձեռք ես բերելու եւ ինչ որ բան կորցնելու ես։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում, ես շատ հավանում եմ այս 3 պատմությունները եւ կարծում եմ, որ սրանք իսկապես այն պատմություններն են, որոնց շուրջ դուք եւս պետք է կարծիք հայտնեք։ Խնդրում եմ գրեք ինձ ձեր կարծիքը։ Ինչ եք դուք մտածում Ջեք Կևորքյանի պատմության մասին, արդյոք կարելի է դառնալ այն մարդը, որը կհայտնվի Աստծո դերում եւ կորոշի ապրել, թե ոչ, նույնիսկ եթե կա արդեն հիվանդության դատավճիռ։ Ինչ կանեիք դուք, եթե լինեիք Միշեի տեղում, կմնայիք կենսաբանական ծնողների հետ, թե այն ընտանիքի, որը ձեզ սեր ու ջերմություն է նվիրել 18 տարի, եւ ինչ կանեիք դուք, եթե հայտնվեիք ծնողների դերում ու պետք է որոշում կայացնեիք, դժվար ու սառը որոշում մի երեխայի բարօրության եւ մյուսի դժբախտության համար։ Սպասում եմ ձեզ ակտիվ լինել կոմենտներում, ես իմ կարծիքը կգրեմ առաջին կոմենտի մեջ, եկեք այնտեղ քննարկենք, բանավիճենք եւ իհարկե չմոռանաք լայքել այս վիդեոն, որովհետեւ դա ինձ համար շատ կարեւոր է, ձեզնից մի քանի վայրկյան է խլելու, ընդհանրապես բաժանորդագրվեք իմ ալիքին, որ իրար հետ շատ արագ հասնենք 200,000 բաժանորդի եւ իհարկե սկանավորեք իմ Patreon-ի QR կոդը, միացեք Patreon-ին, ամսական փոքրիկ գումարով օգնեք ինձ, որ ես ձեզ համար շատ ավելի շատ մեծ քանակի վիդեոներ նկարեմ եւ իհարկե կոմենտներում գրեք նոր թեմաներ նոր վիդեոների համար։ Մինչև նոր վիդեո։